Պատկերացրեք, մենք գլխավոր շտաբից այնքան հանձնաժողովներ ենք աշխատացնում մեր զորքերում, որ ինքը շատ գնահատելի է։ Յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա պրոբլեմների, խնդիրների մեջ մտնել, ուսումնասիրել, հրամանատարների խնդիրներ առաջադրել։ Մենք հրավիրում ենք քաղաքացիական հոգեբանների, մենք զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանական մասնագետների ինստիտուտը աշխատանք տանեն, բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են եւ աշխատանքները զինված ուժերում կատարվում են, այդպես մի ասեք, նվազման դեպքերը ակնհայտ են եւ եթե պաշտպանության նախարարի նախորդ պատասխանը դուք լսել եք, 25 թվականին մենք ունեցել ենք շատ ակնհայտ կրճատում եւ նաեւ իմ պատասխանը միշտ հիշեք, որ ես ցանկացած յուրաքանչյուր դեպք կատեգորիան կապ չունի սպա, ենթասպա, պայմանագրային, շարքային, ժամկետային կազմեր ցավալի է, յուրաքանչյուր կորուստ ցավալի է, մեծ կոլեկտիվ, նաև հասարակությունից փորձեր քրեական ենթամշակույթի տարերին ներթափանցում բանակ, մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում, ընդ որում նաև այս տարի պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի դեմ, այդ տարերի դեմ պայքարի տարի, բայց ցավոք սրտի կան մեր շարքերում բոլոր կատեգորիաների մեջ զինծառայողներ, ովքեր կրում են, այսինքն այդ փողոցային բարքերը փորձում են բանակում տարածել։ Գործընկերները չեն կարողանում օրինակ տաղջերով լողանալ եւ ուղղաբերվել են գնում հիվանդանում։ Ես ձմռանը տաղջուր չկա որոշ։ Ու դա արդեն չգիտեմ, դա ինչ անհատական պատասխան է, բայց մենք վերջին ժամանակահատվածում այնքան նաև շինարարական աշխատանքներ ենք կատարել, մենք նաև ուսումնական կենտրոններում գիտեք, որ 23 թվականից սկսած զինված ուժերում գործում են ուսումնական կենտրոններ, դպրոցներ, գումարտակներ, որտեղ հատկապես օրինակ ներկայացնեմ Արմավիր ուսումնական կենտրոնում, Լուսագետ ուսումնական կենտրոնում մենք արևային տաքավշիչների միջոցով ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի զինծառայողը դաշտային պարապմունքներից հետո կարողանա նաև ցնցուղարաններից օգտվի, այդպես մի ասած, կլինեն դեպքեր, երբ որ այս կամ այն հանգամանքից ելնելով այդ պահի դրությամբ տաք ջուր չի եղել, բայց տաք ջուրը դա չի նշանակում, որ չի լինել, բայց նաև ունենք զորամասեր, որոնք սովետական այդ ժամանակահատվածից եկած բանակի կառուցման ժամանակահատվածից սկսած 90-ական թվականներից շենքային պայմաններից ելնելով այնտեղ հնարավորություն չկար, որ դա ներդնել, բայց մեր կապիտալ շինարարության վարչությունը այդ աշխատանքները տանում է, որ մենք բոլոր զորամասերում, զորամասներում հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք բոլոր զորամասերում ներդնենք դա եւ ունենանք այդ տակ